Հարգելի գործընկերներ, ամփոփելով ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականը շատ բուռն տարի է լինելու Հայաստանի համար, տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանում, նաև կենսաբազմազանության COP17 գագաթաժողովը արդեն աշնանը եւ խորհրդարանական հերթական ընտրությունները, եւ ես եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես եւ կառավարող մեծամասնությունը խորհրդարանական հերթական ընտրություններին մոտենում են լավատեսության եւ պոզիտիվի հսկայական պաշարով եւ պիտի եւս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը եւ ելի մի հանգամանք եմ ուզում ասեմ, վերջին շրջանի աշխատանքները վերլուծելով, շատ կարեւոր է արձանագրել հետեւյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մի միլիմետր վստահությունը, երբ որ մի միլիմետրով վստահությունը ավելանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինքը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Սա բարձա պայմանական բանաձև եմ ասում, բայց ուզում եմ իմ տպավորությունները կիսել նաև այդ առումով։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան ասենք 2025 թվականի օգոստոսի 15-ին 20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես։ Եվ հետևաբար մեր խնդիրը այդ թվում 2026 թվականի այո, տնտեսական ես համաձայն եմ, ֆինանսների նախարար ասեց, մենք դուրս ենք եկել բնականon տնտեսական զարգացման ուղեծրի մեջ։ Մեր տնտեսությունը զարգանալու է։ Մեր խնդիրն է ավել թե պակաս տեմպերով։ Իմիջիայլոց նախորդող շրջանում մենք այս հարցն էլ մեզ սկսեցինք տանք։ Արդյոք լավ է, որ ինչպես տնտեսագետներն ասում են, մեր պոտենցիալից ավելի մեծ տեմպերով ենք աճում։ Ստեղ էլ են խնդիրներ առաջանում, որովհետև գնաճային երևույթներ են գալիս եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրա համար կարող է, այս հենց հարց է, մենք պետք է քննարկենք 6-7% տնտեսական աճը պետք է մենք ворթեգրենք որպես նպատակ, որովհետև կարող է պարզվի, որ 10-12% տնտեսական աճը գնաճային եւ այլ խնդիրներ առաջացնում եւ ռիսկեր առաջացնում։ Բայց 2026 թվականի հիմնական խնդիրը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը եւ թույլ տվեք ասեք, ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետեւ դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թորների, իր ծորների խաղաղությունն է եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին եւ իր բոլոր անցյալներին, անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել եւ հետեւաբար փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ